Բայլույս Շանթին հավատարիմ է շատ սիրելի հեռուստադիտողներ, Բայլույս բոլոր նրանց, ովքեր սիրում են մեզ, բոլոր նրանց, ովքեր մեզ չեն սիրում, նայում են ու մի անգամից ասում են նորից այս մարդիկ են առավոտը բացում։ Վայ, այս ինչ վատ է։ Տեսակ սիրելիներս, ինձ այլևս խոսք չթողեց ձեզ ողջունելու, բայց ես միանում եմ Անահիտի բոլոր բառերին եւ ողջունում հատկապես նրանց, ովքեր որ մեզ չեն սիրում, որովհետեւ եթե բոլորը սիրեն, էլի մի բան չի, էլի լավ է, որ բալանս է պահպանվում։ Բայց ես մի խորհուրդ ունեմ նրանց, ովքեր մեզ չեն սիրում, հանկարծ մեզ կեղծ չժպտակ սիրելիներս։ Այսպես անկեղծ բանը միշտ ավելի օգտակար է, քան կեղծը։ Այո, որ ընդհանրապես անկեղծ մարդիկ ավելի երկար են ապրում, ասում են այդպես, այո։ Այո, այնպես որ սկսենք նոր անկեղծ ժպիտներով, քանի որ կեղծիքը ինչպես պնդում են հետաքրքիր հայտնագործ սիրահար գիտնականները վտանգավոր է առողջության համար։ Այո, դրա համար քաղաքական գործիչները, քահանաները, որոշ պատմաբանները մի քիչ ավելի քիչ են ապրում եւ մի քիչ ավելի հանգիստ չեն ապրում, քան թե մենք բոլորս, որովհետեւ մենք ստելու բան չունենք։ Այո, քանի որ պարզվում է, որ սուտ խոսելու պահին ապրած ստրեսը բացասական ազդեցություն է ունենում նաեւ առողջության վրա։ Ուսումնասիրությունների ընթացքում գլխի եւ կոկորդի հաճախակի ցավեր ունեցողների ինքնազգացողությունը լավացել է, երբ նրանք սկսել են քիչ սուտ խոսել, բայց կոկորդս լավ չի սրգեի։ Այսօր Անահիտի կոկորդը լավ չի, որովհետև նա առավոտ եւ ինչ-որ բանը ստել, հա? Մի հատ նայ աչքերից հələ։ Ինչ անեմ, ստի աշխարհում եմ ապրում, չստենք, ինչ անեմ, բա։ Պաստորեն ես էլ եմ կարճ ապրելու, անդադար ստում եմ, լավ բան չիմացա առավոտ։ Անահիտ ջան, մազերը սիրուն է։ Շատ սիրուն եմ, Սերգեյ ջան, անհնար է, որ դու գեղեցիկ չլինես։ Բայց դե պետք չէ մոռանալ նաև այն մարդկանց մասին, ովքեր ամենևին էլ վատ չեն զգում ու ստրես չեն ապրում ստելիս։ Այ այդ մարդկանցից մեկն է։ Կան նաև այդպիսի մասին, դրանք մեծ մասամբ արտիստներ են եւ դերասաններ են։ Դրանք այսպես դա մեր գործի բնույթն է, մարդկանց խաբել եւ ստել։ Ամբողջ կյանքներս բեմում խաբել եմ, հա։ Այո, այո։ Բայց դե գոնե մենք բաց ասում ենք, որ դուք եկել եք խաբվելու, այո, դուք եկել եք խաբելու, ոչ թե։ Շարունակում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Շարունակում ենք եւ մարդու առողջության վրա վատ է անդրադառնում ոչ միայն, այսպես ասած, անկեղծ կամ կեղծ լինելը, այլ նաև աղմուկը գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 3.5 միլիոն մարդկանց տվյալները, որոնք ապրում են Լոնդոնի արևմուտքում։ Հիթրոուի օդանավակայանի հարևանությամբ պարզվում է այն շրջանները, որոնցում թռչող ինքնաթիռների աղմուկի մակարդակը բարձր է, բնակիչները ենթարկվում են սրտային հիվանդությունների առաջացման ռիսկի 10-ից 20%-ով ավելի, քան միջին վիճակագրական ցուցանիշն է, եւ զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ուժեղ աղմուկը նպաստում է մարդկանց զարկերակային ճնշման բարձրացման։ Դրա համար ես խորհուրդ եմ տալի եւ եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անտեղի տեղը մի աղմկեք փողոցում, ամեն վարքյան պետք չէ պարկել այդ սիգնալի վրա, այսպես ասած, եւ դիմացինին կամ ամբողջ շրջապատին ցույց տալ, որ դուք վարում եք, պիպ, կամ էլ եթե ասենք, չգիտեմ, ինչ-որ մեկը բակում է, ուզում ես բան ասես, պարտադիր չի դուրս գալ պատշգամբ, ասել համա։ Այո, ի վերջո, այո, եւ պարտադիր չի, շատ հաճախ անգամ հիմա մոտենում են բակին եւ սիգնալ են տալի, որ մարդիկ պատված վաղուց արդեն կա բջջային կապ, դուք դրախում եք խորհրդային միության այդ պայթած ժամանակներում, երբ որ մարդիկ այսպես գոռում եւ խոսում են իրար հետ, կարելի է զանգարել եւ վերջ։ Դե ինչ, իսկ այժմ խոսենք առաջիկայում սպասվող իրադարձությունների մասին, ինչպես արդեն գիտենք, վաղը կմեկնարկի Էրեբունի Երևան տոնակատարությունը։ Այդ առիթով Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը մի շարք փողոցներում եւ ես ձեզ ուզում եմ ներկայացնել եւ այսպես վաղը հոկտեմբերի 11-ին ժամը առավոտյան 10-ից մինչեւ 23-ը միայն հետիոտների համար բաց կլինեն դեպի Էրեբունի թանգարան տանող փողոցները, իսկ հոկտեմբերի 12-ին ժամը 8:30-ից մինչեւ 23-ը երթևեկություն չի լինելու Հանրապետության հրապարակ տանող հարակից փողոցներում։ Վարդանանցից մինչեւ Այրարատ կինոթատրոնի հատվածում, Ագաթանկեղոցից մինչև Հաղթանակ կամուրջ եւ Սարյանը հատող փողոցներում։ Մինչև 16:00 մեքենաների համար անանցանելի կլինեն նաեւ Երևանի քաղաքապետարանին հարող փողոցները, այնպես որ տոնը տոն, բայց փողոցներն էլ փակվելու են։ Քայլելու եք շատ եւ շատ լավ է։ Պետք չէ այդ մեքենաներից մի քիչ։ Այդ տոնն էլ մի քիչ քշեք։ Ինչ վատ է որ ճիշտ է։ Ապաները եւ այլն մի պակաս կլինեն, մարդիկ մի քիչ ավել կքայլեն, ես ուրախ եմ այդ առիթով։ Այո։ Եվ երկրորդ երբ դուրս եք գալիս քայլելու, հա, առանց մեքենայի, արդեն հասկանում եք, որ եղանակը ինչպիսին է։ Եղանակը արդեն փոխվել է։ Արդեն տեսնում եք, զգում եք, որովհետև ավտոմեքենայի մեջ միշտ փակ եք, ձեզ թվում է տաքուկ է, բայց գուցե ցուրտ է։ Գագիկ Սուրենյանը մեզ անպայման կբացատրի, թե ինչ է սպասում, ինչ է գալու մեր գլխին։ Այո, նորից ցրտելու է, թե տաքանալու է։ Բարի առավոտ Գագիկ ջան։ Բարի լույս։ Ինչպես ես։
գերազանց, լավ լուրեր ունես կանխատեսումները նույնպես գերազանց են այս ցրտերից, առատտեղումներից հետո տեսնում եք հարավարևմտյան տակոտային հոսանքները ինչպիսի հիանալի եղանակային պայմաններ են ստեղծել մեզ համար եւ ամենաուրախալին այն է, որ առաջիկա 5 օրերի ընթացքում այս տաք արևառատ եղանակը հանրապետության ողջ տարածքում պահպանվելու է։ Մենք քեզ այսօր շատ ենք խալիները կլվանք, բրդերը կտանք արևին, գնացինք առաջ։ Այո, գնացինք։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Հետևեք Samsung ընկերության նորություններին եւ անակնկալներին Samsung Armenia Facebook-յան էջում։ Այսօր հանրապետության տարածքի եղանակը կձևավորի արևմուտքից ներթափանցած հզոր անտիցիկլոնը։ Ամենուրեք սպասվում է պարզ եւ առանց ստեղումների եղանակ։ Հարավ-արևմուտքից ներթափանցած տակոթային հոսանքների պատճառով օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի եւ այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Արցախում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 7, ցերեկը մինչև 18 աստիճան տաքություն։ Առանց ստեղումների եղանակ է սպասվում նաեւ Սյունիքի մարզում, այստեղ կդիտվի ջերմաստիճանի բարձրացում 2-ից 4 աստիճանով։ Մեղրիում գիշերը սպասվում է 7, ցերեկը մինչև 18 աստիճան տաքություն, Կապանում գիշերը 4, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն, Գորիսում գիշերը 2, ցերեկը մինչև 13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում տեղումներ չեն սպասվում, երեկոյան ժամերին լեռնային գոտիներում կնկատվի անպամատության որոշակի ավելացում։ Ջերմուկում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, ցերեկը 11 աստիճան տաքություն, Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է 3, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում նույնպես կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը Մարտունիում գիշերը սպասվում է 0, ցերեկը մինչև 11 աստիճան տաքություն, Գավառում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն, Սևանում գիշերը 2, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում կդիտվի առանց ստեղումների եղանակ, կեսօրից հետո հատկապես նախալեռնային գոտիներում սպասվում է քամուշ գնացում մինչև 15 մետր/վայրկյան արագությամբ։ Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 11 աստիճան տաքություն, Աբովյանում գիշերը 5, ցերեկը 17 աստիճան տաքություն։ Արևառատ եւ առանց ստեղումների օր է սպասվում նաեւ Արարատյան դաշտում։ Օդի ջերմաստիճանը այստեղ կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 2-ից 3, ցերեկը 21-ից մինչև 22 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է 2-ից 3, ցերեկը 21-ից 22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում կդիտվի առանց ստեղումների եղանակ։ Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 5, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն, իսկ Ապարանում գիշերը սպասվում է 4 աստիճան ցուրտ, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում չնայած կնկատվի փոփոխական անպամատություն, սակայն տեղումներ չեն սպասվում։ Իջևանում գիշերը սպասվում է 4, ցերեկը մինչև 17 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 0, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում կդիտվի առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի բարձրացում, չնայած գիշերային ժամերին այստեղ ջերմաստիճանը դեռևս բացասական կլինի։ Վանաձորում գիշերը սպասվում է 0, ցերեկը մինչև 15 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում նույնպես տեղումներ չեն սպասվում, գիշերային ժամերին մարզի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը դեռևս բացասական է։ Գյումրիում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 16 աստիճան տաքություն, Հաշոցքում գիշերը 6 աստիճան ցուրտ, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում այսօր սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին կլինի հարավ-արևմտյան 2-ից 7 մետր/վայրկյան։ Օդի հարաբերական խոնավությունը 40%, մթնոլորտային ճնշումը 672 մմ սնկիսյուն, գեոմագնիսական դաշտը կլինի անկայուն։ Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը սպասվում է 3, ցերեկը 22 աստիճան տաքություն, Ավանում գիշերը 5, ցերեկը մինչև 19 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, մնացեք սիրով։ Եղանակի մասն եւ անայդ դες ուզում է պատմել մի հետարքիր գյուտի մասին, որ այս վերջերս մի ոչ այնքան շվեդ գյուտարար է հայտնաբերել, իհարկե հայեր չեն կարող նման բան հայտնաբերել, բայց նշեմ, կատարյալ հիմարություն, մի հատ ասա։ Այս շվեդ գյուտարարը Ֆրեդերիկ Քոլթինգը ստեղծել է ժամացույց, որը կանխատեսում է տիրոջ մահվան հստակ ժամկետն ու հետ հաշվարկ սկսում։ Միանգամից ասում է, քեզ մնացել է 16 ժամ, դե գնա ինչ ուզում ես արա։ Մահվան ժամկետն իմանալու համար հարկավոր է ընդամենը հարցաթերթիկ լրացնել, պատասխանելով տարիքի, ֆիզիկական տվյալների, ունեցած հիվանդությունների, վնասակար սովորությունների վերաբերյալ հարցերին, եւ մահվան ժամացույցի ստեղծողը նշում է, որ իր գյուտի նպատակն է մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր ու իրադարձություններով լի դարձնելը, չնայած խիստ կասկածում եմ, որ մարդու կյանքը շատ հետաքրքիր կդառնա, երբ նա իմանա օրինակ, որ նրան 2 օր է մնացել, կասի, վախ, 2 օր է մնացել, գնամ մի լավ ուրախանամ, քանի դեռ չեմ մահացել, թող լավով մեռնեմ, հա, փաստորեն։ Կարծում եմ, երևի թե դա կատակ է, ամենայն դեպս ոչ ոք չի ուզում իմանա թե երբ է մեռնելու, բայց գիտեք, լավ է, որ
դու գիտես, որ մի օր դու լքելու եք այս աշխարհը եւ ոչ մի բան այսպես հավերժ չէ։ Դա լավ է, որ այդ զգացողությամբ ապրում ես, որովհետեւ գիտես ոնց, երբ որ ապրում ես ու գիտես, որ ինչ որ մի օր մեռնելու ես, դա այլ հարց է, բայց երբ որ հստակ ասում են 2 ամիս 364 ժամ, այդ դեպքում արդեն մտածում ես արդյոք պետք է դա իմանալ, չնայած մեր հայրի մեջ կա, չէ, գնամ բախտագուշակի մոտ իմանամ ինչքան է ինձ մնացել։ Կյանքից գիծն ինչքան է, վայ։ Թեթև տարեք ապրեք քանի կարաք։ Իդեպ ձեզ 2 օր է մնացել։ Ու ասում է, չէ, այն 3 հոգուց 2 օր է մնացել, լավ։ Մարդը պատրաստ է ամեն ինչի միայն թե գտնի երկարակեցության եւ ամուր առողջության գաղտնիքը։ Միացյալ Նահանգների բնակիչը պնդում է, որ օցերի 100 խայթոցներից հետո դրանց թույնի նկատմամբ դիմադրողականություն է ձեռք բերել։ 45-ամյա տղամարդը հույս ունի, որ իր փորձը կօգնի բժիշկներին արդյունավետ հակաթույն մշակել։ 100 օց քեզ խայթի։ Նա բարբերաբար բուրզնումներ է անցնում, բարձելու համար իր երիկամների եւ լյարդի վիճակը։ Նրան խայթած օցերի առողջական վիճակը դեռևս բարձ չէ։ Փաստորեն ավելի շուտ օցերը կվատանան, քան այդ ամերիկացին։ Դեռ նրանց վիճակը բարձ չէ։ Դե ինչ սարսափելի է։ Ինչն է սարսափելի։ Օցը թե խայթոցը, թե օցերի վիճակը։ Ամբողջ կյանքը մտածում է թե ինչպես երկար ապրի, ինչ անի եւ այլն, ասենք ավելի լավ չէ մարդ ուղղակի ապրի, հասկանում ես, որովհետեւ այդ գործերը ինչ որ հիմա անում ես, դա ավելի կարեւոր է, քան թե մտածել թե երբ ես մեռնելու։ Լավ, մի ուրիշ հարց տամ։ Դու քեզ գեղեցիկ համարում ես։ Անահիտ ջան, ես շատ անհամեստ կթվայի, եթե ասեի ոչ։ Գեղեցիկ Սերգեյը շարունակելով ուզում եմ նշել, որ փորձը ցույց է տալիս, որ ես գեղեցիկ եմ, ես հմայի չեմ ուղղակի։ Ես այդպես եմ կարծում։ Եվ շատ համեստ։ Ինձ թվում է, եթե գեղեցկուհին եւ հրեշը բեմադրվեր, դու կլիներ գեղեցկուհին, իսկ ես հրեշը, Սերգեյ։ Գեղեցիկ մարդկանց կյանքն ավելի հիասքանչ է, բոլոր ժամանակներում էլ գեղեցկությունն ու առողջությունն իրար համարժեք երևույթներ են եղել։ Ինչպես տեսնում եք, դա միշտ չէ, որ այդպես է մարդ կարող է լինել ինձ նման մարդանման կապիկ, բայց շատ երջանիկ եւ առողջ է։ Աստված իմ, ես ինչ փոփոխական է։ Շատերն են կարծում, որ առողջ է նա, ով գեղեցիկ է եւ հակառակը։ Շատերն են ենթագիտակցորեն գեղեցկությունը նույնականացնում խելացիության հետ։ Ըստ մեքսիկացի գիտնականների, խելացիությունն ուղիղ համեմատական է մարմնի համաչափությանը, բայց նաև գաղտնիք չէ, որ շատ գեղեցկուհիներ ու գեղեցիկներ մեղմ ասած չեն փայլում գիտելիքներով, այսպես ասած, գեղեցկությունը ունեն, բայց խելք չունեն։ Գիտելիքներով չէ։ Շատ հաճախ գեղեցիկ կանայք այնքան էլ խելոք չեն։ Ինչու համար, որովհետև տղամարդ իրենից չի պահանջում, որպեսզի նրանք խելոք լինեն կամ ոչ։ Գեղեցկությունը արդեն բավական դրանց ավել էլ ինչ պիտի անի։ Այդ դեպքում տղամարդն էլ այդքան խելք չունի։ Նրան միայն եթե գեղեցիկն է դուր գալիս, չէ՞։ Դե հա, բայց ով ասում որ տղամարդն ես մի խելոք է, չէ՞։ Դու Gangnam Style երգը լսել ես։ Այո, իհարկե։ Եթե 1 միլիարդից ավելի մարդ է լսել այդ երգը, ուրեմն առանձնապես բնակչությունը խելոք չէ, այո։ Նշեմ նաև որ բարետես ղեկավարներ ունեցող ընկերությունները որպես կանոն իհարկե առաջատար են, այսինքն արտաքինը միշտ էլ կարևոր է, քաղաքական գործիչների արտաքին գրավիչ տեսքը անգամ կարող է ապահովել ձայների 20%-ը։ Նայում են այդ 8 հոգուց, ասում են սա սիրուն է, իրան եմ տալի ձայնը։ Բայց հետարքիր է, չի ասենք գեղեցիկ սիրուն քաղաքական գործիչ հիմա ասենք, ասենք մեզ մոտ, ասենք ով է, ես ասենք ոչ մեկին չեմ կարող նշել, ոչ մեկը չի կարող լինել, ասենք այսպես սիրուն, հա, սաղ ինչունս մի տեսակ տենց դարդերը վրեն քաշած, դե մեզանից են էլի, իրենք էլ նույն դարդերը ունեն ինչ որ մենք, այսպես ասած, ուղղակի մի քիչ մասշտաբներն են տարբեր, հա։ Բայց իսկ խորհրդային ժամանակներում ընտրում էին արտաքին տեսքով։ Խորհրդային ժամանակներում, հա։ Հա, եւ ով էր այդ գեղեցիկը, հետևում էր անգամ խորհրդային ժամանակ կար անգամ խնդրականություն եւ էլի շատ վատ է եւ շատ սխալ էր, որովհետեւ մարդ եթե ես տեսել եմ եւ եթե ասենք մի քիչ դեֆեկտ ունի կամ ես ինչ դա չէր կարող ընդունվել այդ կոմսոմոլի շար, այսինքն կոմսոմոլի ղեկավար լիներ կամ ես ինչ միշտ ասենք ընտրում էին։ Դե դա էլ մի բան չի, երբ որ խնդրականություն են դնում, բայց արտաքին տեսքին ուշադրություն դարձնում էին, այո։ Միևնույն է, ես այն կարծիքն եմ, որ չկա տգեղ մարդ, կա իրեն հետևող մարդ կարող է ինչ-որ ձևով շնորհակալություն Անահիտ, դու ինձ հույս տվեցիր։ Ես քեզ հույս տալու խնդիր չունեմ։ Ես ուզում եմ շարունակել։ Փաստորեն հաջողության անվճար տոմս ունեն անթերի արտաքին ունեցողները, ինչի մասին ես այդպես չեմ կարծում, բայց փաստը մնում է փաստ, որ դեպրեսիային օգնում են հաղթահարել եւ ինքնավստահություն են հաղորդում, ոչ թե հաջողության, այլ անհաջողությունների եւ ձախորդ փանոցների մասին պատմությունները։ Այսինքն, երբ մենք իմանում ենք, որ ուրիշի մոտ վատ բան է պատահել,
Մեզ մոտ դեպրեսիան ասում ենք, ինչ լավ է, մենակ մենք չենք։ Չար մարդիկ եւ ապուշները։ Իդեպ իդիոտների մասին ես մի ներկայացում եմ արել, որը կխաղանք ամսի 17-ին Կամերային թատրոնում ժամը 19:00, բոլորիդ հրավիրում եմ, ներկայացում իդիոտների մասին, ոչ իդիոտների համար, ուղղակի իդիոտների մասին սիրելիներս։ Ինձ թվում է այսքանից հետո մնում է միայն ընդհատել մեր եթերը։ Գովաստ։ Աստու ենք արած սիրելիներս, շարունակում ենք։ Մենք շատ ուրախ ենք այսօր, քանի որ եղանակները լավանալու են, դա շատ կարևոր է։ Եվ ես ուզում եմ երաժշտական լուրերից ասել քեզ մեկ լուր Ուրուգվայի նախագահի մասին, հետաքրքրում է։ Ուրուգվայի նախագահի մասին իհարկե ամբողջ ջանք երազել եմ առավոտ կանուխ զարթեմ ու Ուրուգվայի նախագահի մասին բան լսեմ, իհարկե։ Ուրեմն լսի։ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, հայտնի Aerosmith-ին հիշում ես։ Don't close my eyes, ռոք խմբի մասնակիցներից նվեր է ստացել, էլեկտրական կիթառ։ Aerosmith-ի երաժիշտները թողել են իրենց ստորագրությունները կիթառի վրա եւ 2 ժամանոց հանդիպման ընթացքում ասել, որ կուզենային, որ այլ երկրների նախագահներն էլ լինեին Մուխիկայի նման համեստ ու գթասիրտ։ Բանն այն է, որ Լատինական Ամերիկայի երկրների նախագահների թվում Խոսե Մուխիկան համարվում է ամենահամեստը կենցաղում։ Նա ապրում է ոչ թե պաշտոնական նստավայրում, այլ Մոնտեվիդեոյի ծայրամասում գտնվող սովորական տանը։ Նրա սեփականությունը միայն 1987 թվականի արտադրության Volkswagen Beetle-ն է։ Նա իր աշխատավարձի 90%-ը նվիրաբերում է բարի գործ անելու։ Սիրելիներս, բոլորս հիշում են քաղաքացի Կորեյկոին։ Նա էլ էր այդպես ապրում, բայց հետո պարզվեց, որ այդպես չի։ Ես չեմ հավատում, որ որևէ նորմալ նախագահ կարող է լինի աշխարհում դրես մի բացառել։ Լավ, դե ինչ է այդպես խոսում։ Ինձ թվաց գոնե այս ամենին լավատեսորեն գնաց։ Ոչ մի լավատեսորեն։ Նախագահների մասին որ խոսում ես, միանգամից այսպես։ Ոչ, ես հավատում եմ։ Ես հավատում եմ, որ նա շատ էլ այդպես է ապրում։ Հավատա, շարունակի։ Ես ուզում եմ խոսել բարձր արվեստից եւ Սպիվակովից։ Հայտնի ռուս դիրիժոր։ Հարաբերս խոսելու բան չէ, բայց խոսի, ինչ ասեմ։ Աստվածին։ Չէ, խոսենք։ Իսկ մե բոլորը գիտեն հայտնի ռուս դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին, որը կոչ է անում նոտաների ուսուցումը վերադարձնել դպրոցական ծրագիր եւ նա ասում է, որ դպրոցում պետք է երեխաները սովորեն ոչ միայն տառեր, այլ նաեւ նոտաներ, որովհետեւ երաժշտությունը միշտ զարգացնում է հոգեվորը մեր ներսում։ Ընդհանրապես, եթե երեխաները նոտաներ սովորեն, ուրեմն ուզած պետք է սովորեն նաև դասական երաժշտություն, իսկ դա նշանակում է, որ առիթ կունենան գոնե մի անգամ իրենց կյանքում լսել դասական երաժշտություն։ Առաջ գոնե լսում ենք, երբ որ որևէ պաշտոնյա կամ ինչ-որ քաղաքական գործիչ մահանում էր խորհրդային միությունում, մի անգամից կային մի քանի երաժշտություն, որ ասենք մի անգամից լսում ենք, դա ռեկվիեմն էր Մոցարտի, իսկ հիմա էդ էլ չկա, ասենք, հա, այո։ Ամեն դեպքում այո, դասական որակյալը միշտ ավելի սնուցում է հոգևոր աշխարհը։ Ես ճիշտ է նոտա չգիտեմ, բայց երաժշտություն շատ եմ սիրում եւ լսել։ Անահիտը երաժշտական ընտանիքում է ծնվել։ Բայց Սերգեյը չգիտեմ, դու գիտես նոտաներ։ Չէ, նոտաները չգիտեմ։ Բայց գիտես ով հաստատ գիտի նոտաներ։ Հա մի երկու օքի ճանաչում որ հաստատ գիտի նոտաներ։ Օրինակ Սոնա Ռուբենյանը գիտի։ Ինչ ասում։ Հա, հենց մելոդիկա էջի վարող Սոնա Ռուբենյանը գիտի նոտաներ։ Ես դա հստակ գիտեմ եւ ժամանակն է որպեսզի մենք միանանք նրան եւ տեսնենք թե ինչ երաժշտություն է նա այսօր մեզ տրամադրելու եւ քանի տարեկանից նա գիտի նոտաները։ Բարի լույս Սոնա։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Արև։ Շատ լավ։ Դու այսօր դեղին արև ես մեր տաղավարում։ Այո, այսօր լա մինորի մեջ է նա, այսպես դեղին է հագել չի։ Քանի տարեկանից գիտես նոտաները, Սոնա ջան։ 7 տարեկանից, երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց։ Բրավո, մենք այլևս խոսքեր չունենք, շարունակիր քո հաղորդումը։ Այսօր կներկայացնեմ Deep Purple խմբի Smoke on the Water երգը։ Ցանկացած ռոք երաժշտության սիրահար, ով որոշում է սովորել կիթառ նվագել, առաջին մեղեդին, որը նա ընտրում է, դա Deep Purple խմբի Smoke on the Water հանրահայտ երգն է։ Այն շատ շքեղ է հնչում, բայց տեխնիկապես այնքան պարզ է, որ Richie Blackmore-ը խմբի կիթառահարը ամաչել է ցույց տալ իր գոլեգաներին, համարելով այդ մեղեդին իր մակարդակի երաժշտի համար շատ հասարակ։ Smoke on the Water երգի ստեղծման պատմությունը շատ երկար է, բայց չանդրադառնալ այդպիսի հանրահայտ ստեղծագործությանը ինձ թվում է անարդար կլիներ։ Երգի տեքստը պատմում է մի հրդեհի մասին, որը տեղի ունեցել շվեյցարական Մոնտրո քաղաքում, որի ականատեսներն են եղել Deep Purple-ի անդամները։ Նրանք այդ քաղաքում էին գտնվում եւ աշխատում էին իրենց նոր ալբոմի վրա, Rolling Stones-ից վարձակալած շարժական ստուդիայում։ Այդ նպատակով վարձակալվել էր նաեւ տեղի խաղատներից մեկի տարածքը։ Deep Purple-ից առաջ այդ սրահում համերգ ունեցավ Frank Zappa-ն եւ
Այդ ժամանակ հրդեհ բռնկվեց, որի պատճառը կրակոցն էր առաստաղին։ Ամբողջ համալիրը այրվեց։ Deep Purple-ի երաժիշտները այս ամենին հետևում էին Եվրոպա հյուրանոցի պատուհանից, որը գտնվում էր Ժնևյան լճի մյուս ափին։ Ծուխը, որը բարձրացել էր լճի վրա, միտք տվեց գրելու երգի տեքստը։ Ռոջեր Գլովերը տեքստի մտահղացման մասին պատմեց Յան Գիլենին, բայց նրանք հանգեցին այն մտքին, որ Smoke on the Water ֆրազան ավելի հարիր է թմրամոլների մասին երգին, բայց ի վերջո որոշեցին հենց այդպես էլ երգն անվանել։ Ամբողջ երգը հիմնված է իրական պատմության վրա, որ Շվեյցարիայում կատարվել էր խմբի անդամների հետ։ Օրինակ, թե ինչպես նրանցից ոմանք օգնում էին մարդկանց դուրս գալ վառվող դահլիճից։ Deep Purple-ի անդամները չէին հավատում Smoke on the Water երգի հաջողությանը, բայց 1972 թվականին երգն ընդգրկեցին Machine Head ալբոմի մեջ և 1 տարի անց սինգլն արդեն հայտնվեց տարբեր երկրների չարտերում։ Սինգլն ընդգրկվեց բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։ Smoke on the Water երգի քավերները դժվար է թվարկել, որովհետև այն կատարել են տարբեր խմբեր ու անհատ կատարողներ։ Smoke on the Water երգը Deep Purple-ի երգացանկի ամենակարևոր երգն է։ Բոլոր համերգներին այն ամենապահանջվածն է լսարանի կողմից, բայց կենդանի համերգների համար երգը շատ դժվար է կատարել, բայց երկրպագուների ոգևորվածությունը միշտ գալիս է օգնության։ 1989 թվականի հուլիսի 8-ին Լոնդոնում տեղի ունեցավ Rock Aid Armenia անվանումով համերգ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Եղավ նաև համանուն ալբոմի շնորհանդեսը, որոնց հասույթն ամբողջովին փոխանցվեց երկրաշարժից տուժածներին։ 1990 թվականին նկարահանվեց տեսահոլովակ համանուն երգի վրա։ Մենք բոլորս Ժնևյան լճի մյուս ափին ենք, որպեսզի ձայնագրեինք մեր երգը, բայց մի հիմար կրակեց առաստաղին և այրվեց ամեն ինչ։ Կրակը երկնքում, ծուխը ջրի վրա։ Smoke on the water, a fire in the sky։ Դե ինչ վայելենք։ Նաև ասեմ, որ այս երգը հնչել է Հայաստանում հենց Յան Գիլենի կատարմամբ Շանթ հեռուստաընկերությունում Սուպերսթարան համերգներից մեկի ժամանակ։ Այո, Սոնա ջան, շնորհակալ եմ, որ հիշեցրեցիր, որովհետև դա իրոք կարևոր փաստ է։ Մի քանի անգամ արդեն երկրորդ անգամ ես վերջերս եկավ։ Ապրես, Սոնա ջան, ապրես։ Քեզ բարի օր ենք մաղթում, իսկ մենք կարծում ենք, որ բոլորն արթնացան են Smoke on the Water-ից հետո, անհնար է չարթնանալ, պարզապես այդ աղմուկից էլ հաստատ կարթնանաս։ Իսկ մենք անցնենք առաջ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավորին։ Մեր հաղորդման հովանավորն է իմա բժշկական կենտրոնը։ Այստեղ դուք կարող եք ստանալ համակարգչային լիակատար ախտորոշում, որը ստուգում է բոլոր օրգան համակարգերի ֆունկցիոնալ վիճակը։ Կատարվում է նաև 4D սոնոգրաֆիա, միկրոալիքային ռադիոթերմոմետրիկ հետազոտություններ, որոնք ունեն առավելագույն ճշգրտություն և անգամ ցուցված են հղիներին։ Իմա հետազոտվեք և առողջ ապրեք, հասցեն։ Մաշտոցի 33 կոտորակ 1, ես գրածս ստուգվել եմ, պարզվում է, որ դեռ ահագին կապրեմ։ Իսկ հիմա առաջարկում եմ հիշել մեր բրիտանացի գիտնականներին, ինչ կարծիք ես։ Ես պատկերացնում եմ ինչեր են որոշել, այո, ինչ նոր գյուտ են մեր բրիտանացի կոլեգաները, այո։ Բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ հղի կանայք իրենց խորհուրդներով կարող են օգտակար լինել այնպես, ինչպես որակավորված հոգեբանները։ Ճիշտն ասած շատ զարմացած եմ, որովհետև միշտ ասում են, որ հղիության ընթացքում կինը ընդհանրապես ստրեսային եւ շատ այո, եւ անմերձունակ է շատ հաճախ ասենք իր բոլոր ասենք որոշումները։ Պատճառն այն է, նրանք բացատրում են, որ հղիները շատ զգայուն են դառնում մարդկանց էմոցիաների հանդեպ եւ ձեռք են բերում դրանք դեմքից կարդալու ունակություն։ Նրանք նշում են, որ հոգեբանի տաղանդը հատուկ է հատկապես հղիության 14-ից 36-րդ շաբաթներում գտնվող կանանց։ Փաստորեն կինը անգամ հղիության ընթացքում կարող է երազում եմ այն պահին, երբ որ կինը կարողանա հղիանա իր օրգանիզմից դուրս, այսպես ասած այո, դա չէ որ հիմա այդպիսի փորձեր են արվում։ Սերգեյ, քո ասելուց հետո ես հասկացա, որ ինչ որ գուցե հոգեկան խնդիրների մասին այսօր խոսենք, հա։ Այո, լավ կլինի։ Լավ, այս ամենի մասին։ Հոգեկանաց մասին ես դուք հոգեկան խնդիրների մասին խոսում։ Չէ, ես ասացից դա ասացի, բայց գովաստ է այս բանը։
Բայ լույս բոլոր նրանց, ովքեր այս պայն միացան, մեզ շատ իզուր, որ հիմա միացաք, պետք է ավելի շուտ միացնեք։ Այսօր ողջ աշխարհը նշում է հոգեկան առողջության համաշխարհային օրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վկայում է, որ աշխարհում այսօր ապրում է հոգեկան հիվանդություններով տառապող 450 միլիոն մարդ։ Իսկ արևմտյան երկրներում ամեն 7-րդ մարդն ունի պարանոյա, շիզոֆրենիա կամ էլ հակված է դեպրեսիաների եւ ալկոհոլիզմի։ Այս ամենը նաեւ կարող է մարդու մոտ առաջանալ իհարկե սեփական բարդություններից, այսպես կոչված կոմպլեքսներից։ Դա միայն գրանցված, այսպես ասած, տվյալներն են, իսկ եթե հաշվենք, որ ամեն երկրորդը գրեթե աշխարհում նստած է թմրա նյութերի վրա կամ հակադեպրեսանտներ է խմում կամ գրեթե բոլորը խմում են ինչ-որ դեղ, որպեսզի քնեն, կարելի է ասել, որ բոլորս լավ վիճակում չենք։ Այո, ես էլ եմ արդեն զգում, որ ինչ-որ մոտեսեն չի, բայց ամեն դեպքում հիմա կդիտեք տեսանյութ մարդկային բարդությունների եւ կոմպլեքսների մասին։ Բարդություններն հիմնականում առաջանում են փոքր հասակում եւ մեծ հետ էլ մեծանում են, եթե իհարկե թողնում ենք մեծանալ։ Օրինակ, շատ քաղաքական գործիչներ իրենց հրապարակային ելույթների ժամանակ ձեռքում պահում են որևէ իր օրինակ քար եւ խոսելու ընթացքում այն ամուր սեղմում են, որպեսզի չբարդույթավորվեն։ Այդպես արեցի այսօր նաեւ ես եւ այն բավական օգնեց։ Կոմպլեքսները Նրանք հոգեբանական խորը գոյացություններ են, ինչպես ասում են բալիվիե տոճկի, հա, ցավոտ կետեր, որոնց եթե չես կպնում, իրանք այդպես իրենց համար լատենտ մնում են։ Բայց կենսական տարբեր իրավիճակներում իրենք կարող են ակտիվանալ ու ֆլեշբեք լինել, մարդուն վերաբերնել, հետ տանել այն տրավմատիկ սիտուացիան։ Բարդույթներն ուղղակիորեն կապված են մարդու անցյալի հետ, բայց կա առավել խոցելի տարիք, երբ բարդույթների առաջացումն ավելի հավանական է։ Ամենավտանգավոր տարիքները կոմպլեքսների առաջացման ախտացակման, ինչպես ասում են, դա պատանեկությունը եւ այն վաղ երիտասարդության շրջանը, երբ որ մարդը նոր է մտնում կյանք, դեռ կենսափորձը չի հերիքում տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ավելի օպտիմալ որոշումներ կայացնելու եւ տրավմայի է ենթարկվում։ Կարծում եմ փոքր ժամանակ բարդությունավորված էի, մինչեւ վերջերս էլ կարծում եմ, մտածում եմ մինչեւ կյանքից վերջնա չեմ էլ ազատվի ամբողջովին։ Ամենատարածված կոմպլեքսներից մեկը օրինակ կոմպլեքսի պանասենսի, դա անլիարժեքության բարդույթը, որից արդեն աճում են որպես ֆունդամենտ շատ այլ ավելի շատ տարածված առաջին հայացքից ավելի ակնհայտ թվացող, բայց երկրորդային կոմպլեքսներ, օրինակ Դոն Ժուանի կոմպլեքսը։ Դա այն դեպքն է, երբ տղամարդը իր համար կին, как бы женщина для души, չի գտնում ու все женщины для него лишь женщина для тела։ Պահեր են եղել կամ օրեր, ժամեր, գուցե կամ միջավայր կամ դեպք, որտեղ ես ինձ ճիշտ չեմ զգացել ու դա հիմա ես գնահատում եմ որպես բարդույթ։ Փոքր ժամանակ լավ եմ հիշում, որ չէի սիրում շատ մարդ, երբ որ իմ շուրջ շատ մարդ էր լինում, դա հիմա կարող եմ բնորոշել որպես բարդույթ։ Շատ հաճախ կոմպլեքսները արտահայտվում են վարքաբանական այնպիսի դրսևորումներում, ինչպիսիք են ամոթխածությունը, մտքի ճկունության կորուստը, օրինակ քննության ժամանակ, քննություն հանձնելիս։ Վերցրեք թուղթ, գրիչ եւ գրեք այն բոլոր հատկանիշները, որ կուզեիք ունենալ։ Օրինակ, եթե դուք բարդույթավորվում եք ուրիշների կարծիքը լսելիս, ապա գրեք ես չեմ վախենում իմ մասին կարծիք լսել։ Այդ ամենը կրկնեք օրը մի քանի անգամ եւ մի քանի օր։ Շուտով կզգաք, որ այդ բարդույթն այլևս ձերը չէ։ Վարժություններ են, որոնք սիտուացիվ ազդում են։ Օրինակ գրիչը պետք է տեսնել մատերի արանքում խոսելից, եթե դու խոսելից կաշկանդվում ես լայն աուդիտորիա առաջ, օրինակ նոր ծանոթության ժամանակ նոր տղայի հետ հանդիպման գնալիս օրինակ աղջկա համար կոֆեի սուրճի բաժակ անդադ մի ձեռքից մյուսը փոխել։ Դրանք տեխնիկական պրիոմներ են, որոնք արմատական իմաստով խնդիրը չեն լուծում։ Նրանք այդ պահին պրոստը բերում են որոշակի ռելաքսացիայի։ Իսկ եթե ձեր բարդույթներից ազատվել չեք կարողանում, ապա փորձեք դրանք օգտագործել հօգուտ ձեզ։ Նույն անլիարժեքության կոմպլեքսը կարող է սամառազվիցիա ինչ-որ մղման եւ արդյունքում մարդը ինքն իր վրա աշխատել եւ ինչ որ լուրջ հաջողություններ գրանցի։ Մարդը պետք է անդադ իր աչքերի առաջ պահի հետեւյալը, որ մյուսները նույնպես մարդ են։ Նրանք նույնպես ունեն կոմպլեքսներ։ Ինչպես ես եմ օրինակ վախենում, որ ենթադրենք ձեր աչքում հիմար չերևամ, այնպես էլ դուք եք դրա մասին անհանգստանում, այնպես էլ մենք բոլորս հավասար պոզիցիաներում ենք կոմպլեքսների իմաստով։ Ըստ վիճակագրական տվյալների կանանց բարդույթավորման հիմնական պատճառներն են քաշը, ցելյուլիտը, տարիքը, երկրպագուների պակասը, մենակության հանդեպ վախը, ցածր ինտելեկտը։ Տղամարդկանց համար բարդույթավորման պատճառ կարող են լինել ցածր սոցիալական կարգավիճակը, վախը իմպոտենցիայի նկատմամբ, ցածր հասակը, ճաղատությունը, կրթության պակասը, հումորի բացակայությունը։ Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում հավանաբար այդպես չէ, բայց Հայաստանում մարդիկ ավելի շատ բարդույթավորվում են տեսախցիկից եւ խոսափողից։ Բարև ձեզ, մեկ հարց կարելի է ձեզ տալ։ Դուք հիմնականում ինչից եք բարդույթավորվում։
Խոսենք այսօր նաև բարդույթներից 100% զուրկ է միայն կենդանիները։ Մարդու բնորոշ է ինչ-որ բարդույթներ ունենալ և այսօր խոսենք դա մասնագետի հետ։ Այո, և վերջապես ներկայացնեմ հյուրին, արդեն տաղավարում է, մեր այսօրվա հյուրն է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սողոյան, չեք կարծում, որ Հայաստանում բոլորս էլ ներվային ենք, ինչ-որ հոգեկան խնդիրներ ունենք։ Ես լուրջ եմ ասում, թե պայմաններից է, թե խնդիրներից է, մարդիկ ինչ-որ շատ, դուք ինչ պացիենտներ ունեք, շատ են թվով։ Նախ մի քանի ընդհանուր բաներ ես ասեմ։ Այսօր, ինչպես նշեցիք, հոգեկան առողջության համաշխարհային օրն է, որը նշվում է 1992 թվականից համաշխարհային հոգեկան առողջության համադաշնության նախաձեռնությամբ։ Ինչն է օրվա խորհուրդը։ Օրվա խորհուրդը այն է, որպեսզի ավելի շատ մարդկանց բացատրվի, ինչ բան են հոգեկան խանգարումները, ինչ բան է հոգեկան առողջությունը, որպեսզի որևէ մեկը չսկսի իր երևակայությամբ լրացնել այդ ինֆորմացիայի պակասը։ Այսինքն հոգեկան խանգարումները դրանք մարդկությանը ուղեկցել են, երբ որ մարդը սկսեց արդեն Homo sapiens դառնալ այդ ժամանակից, եւ խանգարումները ամենևին չեն նշանակում, որ տվյալ անձնավորությունը պետք է անպայման վատ վարք ցուցաբերի, պետք է տարօրինակ լինի, պետք է մնացածներից վատ ձևի տարբերվի։ Շատ ճիշտ նշեցիք, մարդկանց ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ տառապում է կամ ունի այս կամ այն հոգեկան խանգարումը։ Դա ամենևին չի նշանակում, որ 450-ը արտահայտված տարբերվում են մնացածներից եւ շատ վատ են իրենց պահում։ Եվ ինֆորմացիան ճիշտ չէ, որ 7%-ը ունեն տարբեր հիվանդություններ, նշեցիք նաև շիզոֆրենիա, շիզոֆրենիայի տարածվածությունը այդքան մեծ չի եւ չի կարող 7-ից 1-ը լինել։ Ամբողջ աշխարհում ընդունված որ պոպուլյացիայի մոտ 1%-ը կարող է ունենալ շիզոֆրենիա կամ շիզոֆրենիա։ Համացանցում այնքան տարբեր ինֆորմացիաներ կան, որոնց ընդհանրապես ոչ բոլորն չի պետք է շփոթել։ Մարդիկ, որոնք որ շատ վատ վարք ունեն, բայց հոգեպես առողջ են։ Օրինակ ես դա ընդհանրապես դաստիարակության ինչ-որ խնդիր է, հա, ինչպես հասկանալ մարդը անդաստիարակ է, թե հոգեկան։ Առաջ կսեին լիրփը, մի կսեն ներվային է, հա։ Ես շատ լավ հիշում եմ ձեր ներկայացումները եւ ներկայացումների կերպարներին։ Պետք է մի բան իմանանք, որ հոգեկան խանգարում ունենալ դա չի նշանակում, որ ինչ-որ վատ վարք պետք է ցուցաբերի, ամեն վատ վարք ցուցաբերող չի, որ հոգեկան խանգարման արդյունք կարող է լինի։ Իսկ ինչ են միշտ ասում, գիժա է, ինչ է։ Որոնց աշխարհի ամենավատ բառերից մեկը գիժն է, որովհետև սկզբունքորեն կարող ենք այս ձև ասել, երբ որ դեռևս հոգեմետ դեղորայք հայտնաբերված չէր, մինչև անցած դարի 50-ական թվականները, իրոք կարող էին ինչ-որ տեղ վերապահումներով ասել գիժ գժանոց, որտեղ այդ մարդիկ դեղորայք չէին ստանում, բնականաբար չէին բուժվում եւ դրանց վարքը կարող էր արտահայտված անադեկվատ լինել։ Բայց այսօր գիտության նվաճումները, բժշկագիտությանը այդ թվում ցույց են տվել, որ հոգեկան խանգարումները նույնպես սովորական մարդկային հիվանդություններ են, ունեն իրենց բիոքիմիական մեխանիզմները եւ դեղորայքային բուժման միջոցով գործնականում բոլոր հիվանդությունները հնարավոր է բուժել։ Չեմ ասում առողջացնել, որովհետև առողջացմամբ շատ քիչ հիվանդություններ կան, որոնք ավարտվում են։ Անգամ երբ որ առաջ մտածում եմ, որ ինֆեկցիոն հիվանդությունները ավարտվում են լրիվ առողջացմամբ, անգամ դրանք լրիվ առողջացմամբ այսօր ապացուցված է, որ չեն ավարտվում, այլ ինչ-որ հետևանքներ թողում են։ Եվ այսօր ամբողջ աշխարհում կարևորագույն խնդիրներից է առողջապահության համար քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, որոնց թվում են նաև հոգեկան խանգարումները։ Այդտեղ է նաև սրտանոթային հիվանդությունները, դիաբետը, հիպերտոնիկ հիվանդությունը եւ այլն, այսինքն հոգեկան խանգարումները դասվում են նույն շարքում այդ հիվանդությունների հետ, բավարար բուժում ստանալու դեպքում մարդիկ կարող են ապրել, աշխատել, ստեղծագործել, մեծ օգուտ տալ, լիարժեք անդամ լինել հասարակության, մեծ օգուտ տալ եւ իրենց ընտանիքին եւ իրենց եւ հասարակությանը։ Օրինակները բազմաթիվ են։ Իսկ ինչպես իմանանք, երբ է մեր արդեն այդ հոգեկան խանգարումը վերածվում հիվանդության, այսինքն կա սահման, երբ իսկապես մարդը այնքան ներվային է կամ ստրես է տանում, որ ասում ես, քեզ արդեն պետք է հոգեբանի մոտ տանել կամ բժշկի տանել, հոգեբուժի մոտ տանել, այդ սահմանը ինչպես մենք տարբերակենք, որ դեռ նորմալ է եւ ընդհանրապես լավ կլինի ոչ մեկին ոչ միտեղ չտանի, այլ երբ որ մարդը ունենում է որոշակի խնդիրներ, ինքը գնա եւ դիմի մասնագետների։ Բայց ինքը ո՞նց իմանա այդ խնդիրը ունի թե չէ։ Չէ՞ որ այդպես բան էլ կա, չէ՞ ժողովրդի մոտ, որ ասում է, եթե մարդը այդ խանգարումը
ունի, եթե նա գնում է բժշկի մոտ, ուրեմն նա դեռ գիժ չի, հա, կոպիտ ասած, հա։ Ես խնդրում եմ այսուհետ տվյալ բառը չօգտագործել ոչ եթերում, ոչ ընդհանրապես առօրյա կյանքում։ Պատկերացնենք, որ օրինակի համար մեր ամենամոտիկ ազգականը ունի որևէ հոգեկան խանգարում։ Առանց հետ էլ մենք ունենք արդեն առողջական խնդիր, երբ որ դրան ավելանում է նաև այդ ստիգմայի գաղափարը, այսինքն խտրականությունը, խարանը, որ տվյալ անձնավորությունը տարբերվում է։ Այսինքն մոտարապես դա նույնն է, ոնց որ մեկին ասենք ոչ թե ասենք սա մարդ է, ասենք սա կյաժա, սա ճաղատ է, սա կոլոտ է, սա բոյլուխ է, այսինքն անիմաստ պիտակավորումներ են, որոնք չի կարելի այլ առումով ենք օգտագործում, ասենք ես գժվում եմ Սերգեյ Դանելյանի ներկայացումների համար, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Ուղղակիացի հարցնեմ իմանալ։ Հաջորդը, ընդհանրապես, երբ որ հիվանդությունները, որոշակի հիվանդությունները հոգեկան ժամանակին չեն բուժվում, արդեն ինքնակնդատությունը լրիվ սկսում է բացակայել եւ տվյալ անձնավորությունը չի կարող անգամ հասկանալ բազմաթիվ բաներ, այդ թվում նաև, որ ինքը ունի որևէ խանգարում։ Դրա համար ամենակարևորը ժամանակին դիմելն է համապատասխան մասնագետները եւ մասնագետին դիմելը դա ամենևին չի նշանակում, որ տվյալ անձնավորությունը ունի արդեն խանգարում։ Ամբողջ առողջապահության մեջ շատ կարևոր են պրոֆիլակտիկ այցերը, որպեսզի յուրաքանչյուր մարդ դիմի բժշկի տարեկան գոնե 1 անգամ, ոչ միայն հոգեբույժի։ Դիմում ենք մեր տեղամասային, ոչ, բացարձակապես անհրաժեշտ չի, տարեկան մի անգամ պետք է դիմել տեղամասային թերապևտին, որը ընդհանուր զննումը անցկացնելուց հետո ըստ անհրաժեշտության կուղարկի եւ անալիզների եւ հետազոտությունների եւ այլ նեղ մասնագետների։ Մեկը չլի տեղամասային թերապևտին ուղարկի բժշկի։ Նա ասենք շատ հաճախ տեղամասային թերապևտը մի բանից հասկանում է, մյուս բանից չի հասկանում, իսկ հոգեբանություն կամ հոգեբուժություն տեղամասային թերապևտը պոլիկլինիկայում աշխատող հասկանում է ընդհանուր բժշկությունից, ինչը որ իր պարտականությունն է եւ կարողանում է քաղաքացուն զննել, առաջնակի զննում իրականացնել, ճշտել նա ունի այս կամ այն խանգարման նշաններ, որից հետո ուղեգրի համապատասխան նեղ մասնագետի կամ համապատասխան հետազոտության կամ եթե շուտ թեթև իր ոլորտի խանգարում է, ինքը ինքնուրույն կարող է բուժել։ Այսօր Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաների մասնագետների ճնշող մեծամասնությունը վերապատրաստված է նաև ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ, որը ավելի է մեծացրել նրա գիտելիքների այն ծավալը, որը անհրաժեշտ է առաջնային օղակում։ Նա պարտավոր չի բոլոր նեղ մասնագիտական հիվանդությունների բուժումը իմանալ, որևէ մեկը չի կարող, բայց հայտնաբերելու առումով բավարար գիտելիքներ մեր առաջնային օղակի բժիշկները բոլորն էլ ունեն։ Շնորհակալություն, կշարունակենք զրույցը գովազդից հետո։ Նորից բարև ձեզ, հիշեցնեմ, որ այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է եւ մեր հյուրն է հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։ Մենք տարբեր հարցեր ենք քննարկում։ Դեք հոգեկան խնդրը ասում են ամենածանր խնդրեմն է մարդու համար, որովհետեւ ոնց որ դե ֆիզիկական ցավը ասում են ավելի հեշտ են տանում, քան թե որևէ հոգեկան ցավ, որովհետեւ նա շոշափելի չի, շատ դժվար է բուժվում, շատ մի խոսքով, բայց նաեւ կա այդպես որ ասում են որ եթե մարդը արդեն չի էլ զգում իր վիճակը, հա, նա ավելի երջանիկ է, քան թե նա ով որ զգում է։ Հետարքիր է, երբ արդեն մարդը չի զգում իր, ասենք, այդ վիճակը եւ միգուցե իրեն բուժել պետք չի արդեն։ Կան հիվանդություններ, որոնք ամբողջ ժամանակ էլ մարդը զգում է, որ ինքը ունի որևէ դժվարություն եւ ուզում է անպայման բուժված լինի։ Կան հիվանդություններ, որոնք սկզբնական շրջանում որոշակի երևույթներ մարդը ինքը կարողանում է գնահատել իր հետ կապված, բայց բուժում չստանալու արդյունքում կարող է արդեն ինքնակնդատությունը լրիվ կորի։ Ինձ մի հոգեբուժ պատմեց մի դեպք, որ մարդը ինքը իրեն սխալ էր գնահատում, նրան թվում էր, թե նա, կոպիտ ասած, որևէ հարուստ ինչ-որ մի հատ մարդ է, Նապոլեոնն է կամ եսիմով է, եւ շատ երջանիկ ապրում էր։ Իրեն բժիշկները բուժեցին եւ տվեցին այն իրական ռեալ զգացմունքը եւ նա հասկացավ, որ նա ոչ միայն Նապոլեոնը չի, այլ հասարակ քաղաքացի է, դեռ ավելի ոչ տուն ունի, ոչ տեղ ունի, ոչ բան, եւ նա հիմա դժբախտ նստած է։ Ասենք, որն է ավելի ճիշտ մարդուն այդպես բուժել, թե թող, ասենք, երջանիկ ապրեր։ Նախ սեփական եսի խանգարումներ լինում են հիվանդությունների շատ փոքր չնչին տոկոսի դեպքում, կամ 1% դեպքում հազիվ լինեն կամ չլինեն ընդհանուր ամբողջ խանգարումների ժամանակ։ 1. Երկրորդը
խանգարումը երբ կարելի է համարել, որ ինքը խանգարում է, երբ որ արդեն սկսում է տվյալ մարդուն խանգարել ճիշտ գնահատել իրավիճակը եւ ապրել հասարակության մեջ։ Հիմա կարանք ասենք, որ նա ճիշտ գնահատել իրավիճակը, դա այն է, որ սկսում է այդ իր ոչ ճիշտ գնահատականը խանգարել իր կյանքին։ Բայց ինչ է խանգարում։ Ենթադրենք ինքը Նապոլեոններ հրամաններ էր տալիս բոլորին, այդ հրամանները բնականաբար չէին կատարում, չէ՞։ Ինչը արդեն իր համար խնդիր էր առաջացնում։ Չի կարելի ոչ հիվանդությունից վերցնել նրա մի փոքր մասը եւ սկսել դրա մասին ավելի մեծ դատողություններ անել։ Ոչ մարդուց վերցնել նրա որևէ խանգարումը եւ այդ խանգարումը ամբողջությամբ տեղայնացնել այդ մարդու վրա։ Մարդուն պետքա դիտել որպես ամբողջություն, իր բոլոր թերություններով, առավելություններով, բարդություններով, հիվանդություններով։ Բայց կարծում եք այդ մարդը, որը որ այդպես ասենք Նապոլեոնից դարձավ հասարակ մարդ, նա հիմա իրեն լավ է զգալու։ Երբ որ ինքը Նապոլեոնից դառնում է հասարակ մարդ, ինքը հասկանում է, որ երբ որ ինքը Նապոլեոնն էր, ինքը հիվանդ էր, ոչ թե իրականում Նապոլեոնն էր։ Այսօր իրականում ասում որ Նապոլեոն գործնական շատ քիչ են լինում, այսինքն դեպքերի մեծ մասում չի թողնում, որպեսզի հիվանդությունը այդ աստիճանի մարդու վրա ազդի։ Եվ այսօրվա դեղորայքը բավական արդյունավետ դեղորայք է, որը ճիշտ ժամանակին նշանակելու դեպքում գործնականում կանխարգելում է բոլոր հետևանքների առաջացումը։ Եթե ժամանակին հայտնաբերում ենք դեղերը մատչելի են, ասենք Հայաստանի Հանրապետությունում հոգեկան խանգարում ունեցողների դեղորայքը տրամադրվում է անվճար պետական պատվերով։ Ինչ լավ, բրավո։ Պարոն Սողան, շատ հումորային սկեչներ են լինում հոգեկան հիվանդների հետ կապված, երբ գալիս են բժշկի, նրանք բուժվում են, հանկարծ բժիշկն է հիվանդանում։ Հետաքրքիր է, դժվար չէ աշխատել նման խանգարում ունեցող մարդկանց հետ, եւ արդյոք հետագայում ձեզ վրա ինչ-որ բան դուք չեք զգացել, որ գնաք արդեն այլ բժշկի։ Ինչպես չեք զգացել։ Խնդրեմ։ Հա։ Չէ, շատ հանգիստ եք։ Այո։ Ուրեմն, ցանկացած մասնագիտություն մարդիկ ընտրում են նախասիրություններով կամ իրավիճակից ելնելով եւ ցանկացած շփումը որևէ երևույթների հետ չի կարող անհետևանք մնալ, եթե մարդը պատրաստված չէ։ Այդ պրոֆեսիոնալ հիվանդությունը, ամեն բժիշկ եթե մարդը պատրաստված չէ, ցանկացած շփումը կարող է իր վրա վատ հետևանք ունենալ։ Օրինակի համար գոյություն ունի 3-րդ կուրսի հիվանդություն։ Դա ինչա նշանակում, երբ որ ուսանողները սկսում են կլինիկական առարկաներ անցնել, տարբեր հիվանդությունների մասին ինֆորմացիա ունենալ, այդ ժամանակ ոմանց մոտ սկսում է թվալ, որ իրանց մոտ ինչ հիվանդություն որ անցնում են, այդ ախտանիշները առկա են, դա բոլոր մարդկանց մոտ ուսանողների որ դա ինձ մոտ էլ կա, երբ որ ես գնում եմ հիվանդանոց տարբեր պատճառներով, ասենք, եթե գնացել եմ, ներեցեք համարտությունների համար մտնում եմ ուրոլոգիական բաժին, ես զգում եմ, որ ես ինչ-որ մի հատ խնդիր ունեմ։ Մտնում եմ սրտանոթային բաժին, ես զգում եմ, ես հասկանում եմ, որ դա սխալ է իհարկե, բայց դրանց ոնց ազատվես, չգիտեմ։ Ինչքան մարդու ներշնչվողականությունը բարձր է լինում, այնքան նման երևույթները ավելի արտահայտված են լինում, բայց այդ բոլորը նորմայի սահմանների մեջ են տեղավորվում, որևէ պաթոլոգիկ բան այդտեղ չկա։ Բայց եթե նույն խանգարում ունեցողի հետ սկսի աշխատել ոչ պատրաստված մարդը, կարճ ժամանակ հետո ոնց որ այդ ասեցինք ուսանողների մոտ, ինքը պետքա սկսի իր մոտ փնտրել, որտեվ մարդու մոտ շատ դեպքերում աշխարհի ճանաչումը սկսում է ինքնաճանաչումից։ Ինչ որ բան եթե ինքը ուզում է ճանաչել, իր մեջ էլ է փորձում այդ բաները մանգալներ տանել իր ներսը, հասկանալ ինչը։ Ոչ ճիշտ անելու դեպքում կարող է որոշակի խնդիրներ առաջացնել, որոնք կարող են լինել մակերեսային բնույթի խնդիրներ, ոչ խորը խնդիրներ։ Դեք բոլոր հոգեբանական կամ հոգեկան խանգարումները, որ ես որի մասին կարդացել եմ կամ լսել եմ, ինձ թվում է թե իմ մոտ իսկապես կա։ Երևի թե բոլոր մարդկանց մոտ կա, ուղղակի ինչ-որ բան այդ հետո արտահայտի չլինում կամ եթե ոչ, հասկանու։ Սենց ասենք, բոլոր հոգեկան խանգարումներ ասելով, մենք պետք է մոտարպես եթե զուգահեռ ենք անցկացնում, զուգահեռ անցկացնենք բոլոր խանգարումների ոչ հոգեկան։ Այսինքն, իսկ բոլոր խանգարումները ընդգրկում են սկսած 3-4 օրում ինքներեն անցնող հարբուխից վերջացրած մինչև չարորակ նորակ գոյացությունները։ Նույն ձևի լայն սպեկտր ունեն հոգեկան խանգարումները։ Բոլորին մի արշինով չափել չի կարելի։ Իսկ ավելի շատ ինչպես ենք ձեռք բերում, այսինքն ժառանգաբար է ավելի շատ փոխանցվում, թե ինչ որ կյանքի этаպում ինչ որ ապրումից հետո։ Կան հիվանդություններ, որոնք բացարձակապես կապ չունեն արտաքին միջավայրից, ժամանակին դրանք կոչվում էին էնդոգեն հիվանդություններ, այսինքն մարդու վիշտ է պատահի, ինչ որ բան։ Անկախ նրանից վիշտ կպատահի, ինչ կպատահի, տվյալ հիվանդությունը իր մոտ կարող է դրսևորվել մեկ։ Այժմ ընդունված է ասել, որ հոգեկան խանգարումների համար պետք է լինեն մի քանի գործոններ, միայն մեկ գործոնը բավարար չէ։ Այսինքն պետք է լինի անպայման որոշակի նախատրամադրվածություն,
հաջորդը պետք է լինեն համապատասխան սոցիալական պայմաններ, պետք է լինեն իրավիճակներ եւ վերջերս սկսել են ավելացնել նաեւ պետք է որոշակի այլ գործոնել խառնված լինի, որը տվյալ դեպքում արդեն կոչվում է spirituality, այսինքն մարդու ոգեկանը, ոչ միայն հոգեկանը, նույնպես պետք է ինչ-որ դեր ունենա այս գործում, այսինքն ինչքան գնում է, այնքան ավելի պատճառների թիվը շատանում է։ Նախկինում կարծում եմ, որ միայն ժառանգական գործոնը բավական է, բայց ինչա պարզվում, անգամ երբ որ երկու ծնողներն էլ ծանր հոգեկան խանգարում ունեն, ախտորոշումով 25% հավանականություն կա, որ երեխան առողջ կլինի։ Եվ եթե երկու ծնողներն էլ բացարձակ առողջ են, անգամ նրանց տատիկ, պապիկներն էլ են առողջ, դա չի նշանակում, որ իրենց երեխան ապահովագրված է որևէ խանգարում ունենալու։ Իսկ հոգեկան խանգարում, լուրջ խանգարում ունեցողներին արգելվում է կամ ինչ-որ մի ձև սահմանափակվում է իրենց, ասենք, ամուսնանալը կամ երեխա ունենալ, թե այդպիսի բան չի կա։ Երկիր կար, որը տենց փորձ արեց, ֆաշիստական Գերմանիան, բռնեցին, ստերիլիզացնում էին բոլորին, ովքեր նման չէին իրենց։ Կապ չունի, հոգեկան խանգարում ունեին, գույնը դուրները չէր գալիս։ Հետո բոլորս տեսանք ինչ եղավ այդ երկրի։ Այսինքն նույն բանը մնաց, ոչինչ բացարձակապես, այսինքն անկախ ամեն ինչից հասարակության որոշակի մասը պետք է ունենա այս կամ այն հոգեկան խանգարումը։ Եվ այդ հասարակությունը ինչքան շատ է ուշադրություն դարձնում, ինչքան ճիշտ է մոտենում, այնքան այդ հոգեկան խանգարում ունեցողները ոչ իրենց են վնաս տալի, ոչ էլ հասարակության համար են խնդրեմ լինում։ Ինչքան հասարակությունը ուզում է մեկուսացնել նրանց, ամաչացնել, խարանի տակ դնել, այդքան այդ մարդիկ քիչ են դիմում բժշկի, քիչ են բուժվում, ավելի ծանր հիվանդությունների մեջ են ընկնում, ավելի վնաս են տալի եւ իրենց եւ հասարակությանը։ Դեռ ավելին մենք գիտենք դեպքեր, այսօրվա դրությամբ Հայաստանում էլ կան հասարակական կազմակերպություններ, ովքեր որ հոգեկան հիվանդ մի քիչ էս խանգարումներ ունեցող երեխաների հետ են աշխատում եւ այդ երեխաները շատ լավ համ նկարում են, համ գորգ են գործում, համ ես ինքս տաունով հիվանդ եմ տեսել, որի մայրը այնքան էր աշխատել երեխա հետ, երեխան բավական վարժ անգլերեն էր խոսում։ Այսինքն դաունը, որ համարվում է ամենածանր պաթոլոգիաներից մեկը, ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է յուրաքանչյուր մարդու մեջ, ինչպես Սոկրատեսն էր ասում, ամեն մարդու մեջ արև կա, միայն թե թողեք, որ այն լույս եւ ջերմություն տա։ Դա վերաբերում է բոլոր մարդկանց, անկախ նրանց գույնից, հիվանդությունից, հասարակական դիրքից։ Այսինքն պարոն Սողան չեն կարող տարբերակել, որ հիվանդություն, որ բացարձակ չի բուժվում հոգեկան եւ կա որ բուժվում է։ Սենց ասենք, բուժվելը նորից ասեցի, ինքը հարաբերական հասկացություն է, եթե մարդը ծնվել է թուլամտությամբ, ասենք թե օլիգոֆրենիա ունի կամ թեկուզ դաունի հիվանդությամբ է ծնվել։ Դա իր մոտ չի անցնելու, բայց ինչը չի անցնելու։ Անկախ նրանից մարդը հիվանդություն ունի, ինքը մարդ է, չէ։ Յուրաքանչյուր մարդու հետ աշխատելու արդյունքում չի կարա արդյունք չլինի։ Գոնե նվազագույնը նրանց փորձվի սովորացնել որոշակի հմտություններ, նույն ձև եթե ասենք թե մարդը ունի ֆիզիկական արատ, այդ ֆիզիկական արատով ինքը կարող է անշարժ պառկել օրինակի համար, կամ մեկի ոտքը ցավում է, ինքը կարող է ցավացող ոտքով վեր կենալ, գնալ, քայլել իր կարիքները հոգալ, մեկը կարող է ասել ոտքը ցավում է, եկեք ինձ խնամեք, կամ մեկը ոտք չունի, ենթադրենք, ամաչում է դուրս գա, մեկ ուրիշ իր ձեռնափայտերով դուրս է գալ եւ բավական լավ դրսեւորվում է, կարողանում է եւ իր հարցերը լուծել եւ ուրիշների հարցերը լուծել։ Ռուզվելտի օրինակը։ Լավագույն օրինակներից է, այսինքն մարդը ոչ միայն իր խնդրելով կոմպլեքսավորվել էր գնացել, մեկը ամբողջ աշխարհի մասշտաբով կարողանում էր հարցեր լուծել եւ ամեն մարդկությանը օգուտ տալ։ Նույնը կարան բազմաթիվ հոգեկան խանգարում ունեցողներ, եղել են տարբեր երկրների ղեկավարներ, եղել են արվեստի մեծ ներկայացուցիչներ, որոնց գործերը այսօր մարդկանց հիացմունք են պատճառում, օգուտ են տալի, պետական մեծ գործիչներ են եղել, որոնք մարդկության զարգացման համար բավական մեծ դեր են ունեցել։ Բարի պարոն Սողոյան, այսինքն երբեք պետք չէ հուսահատվել, կարևորն այն է, թե ինչպես դու կնայես այդ խնդրին եւ ինչպես քո շրջապատը կնայի այդ խնդրին։ Մի բան էլ ես ավելացնեմ, որպեսզի ավելի բարձ լինի, ինչպես որ մարդը չի կարող երջանիկ լինել, եթե իրեն երջանիկ չի համարում, չէ՞, եթե մարդը իրեն երջանիկ չի համարում, կարա երջանիկ։ Նույն ձևի մարդը չի կարող դժբախտ լինել, քանի դեռ ինքը չի ընդունել, որ ինքը դժբախտ է։ Ինչքան մարդը չի հանձնվում, ինչքան պայքարում է, այնքան իր առաջ նոր դռներ են բացվում։ Ինչքան մարդը հանձնվում է, խեղճանում է, կոտրվում է նրա կամքը,
այդ ժամանակ այդ բարդու առաջ բոլոր դռները սկսում են փակվել։ Նույնը վերաբերվում է հիվանդներին։ Ինչքան հիվանդը չի ամաչում, ինչքան հիվանդի ընտանիքը չի ամաչում, պահանջում է իր հասանելիքը, իր adekvat բուժումը, այդքան այդ հիվանդը ավելի շուտ է լավանալու, քան թե նա ումից ամաչում է։ Լավ, իսկ Հայաստանում որ հոգեկան խանգարումներն են տարածվածը եւ ձեզ մոտ որպես ընդհանրապես բոլոր երկրներում էլ կա համապատասխան նույն վիճակագրությունը, որոշակի տոկոս ունի ծանր խանգարումներ, ընդունված է աշխարհում, որ 3-ից 6% ունեն ծանր խանգարումներ, 6-ից մինչև 10-20% ավելի թեթև խանգարումներ կարող են ունենալ իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրա մեջ մտնում է, որ մարդը մի անգամ դեպրեսիայի էպիզոդ է ունեցել, 3-4 շաբաթ կամ 3-4 ամիս իր մոտ եղել է կամ համապատասխան բուժման արդյունքում կամ ինչ-որ որոշակի ժամանակի ընթացքում կարողացել է հաղթահարել անցել խոսքը դրա մասն է, որ մենք մեծ թվեր ենք ասում։ Հայաստանը բացառություն չի կազմում, ուղղակի պայմանավորված անցումային շրջանի դժվարություններով եւ տնտեսական ճգնաժամով, ինչպես բոլոր երկրներում մեր մոտ էլ ավելի իրավիճակով պայմանավորված հիվանդությունները աճում են։ Բայց ամբողջ հարցը նրան, որ այդ հիվանդություններ, թեթև հիվանդություններ ունեցողները քիչ են դիմում բժիշկների։ Դա կամ իրան անցնում է ժամանակի ընթացքում, ինչպես մեկ եթե հարբուխ ունենա, կարող է դիմել բժշկի, կարող է չդիմել, երկու դեպքում էլ անցնելու է, բայց կարող է չդիմի բժշկին, սկսի բարդանալ, վերածվի որոշակի ծոցերի բորբոքումների կամ թոքաբորբի կամ այլ հիվանդության, որի համար գնա բժշկի։ Որ դեպքում մի անգամ ասենք պետք է արդեն դիմել, չգիտեմ, հոգեբանի կամ հոգեբուժի, դեպ դրա տարբերությունն էլ բնակչությունը այնքան էլ չի հասկանում, որն է, ասենք, տարբերությունը հոգեբանի բնակչությունը անգամ որին էլ դիմի, որևէ խնդիր չունի, տարբերությունը իհարկե պետք է բացատրել, որտեղ հոգեբանները զբաղվում են առողջ մարդկանցով եւ թիմի մեջ ընդգրկված զբաղվում են նաեւ հիվանդներով էլ։ Հոգեբուժները հիմնական զբաղվում են արդեն խանգարում ունեցողներով։ Հոգեբանը իրավունք չունի դեղ նշանակելու, բժիշկը իրավունք ունի դեղ նշանակելու։ Այսինքն, եթե հոգեբանը կարողանում է տվյալ խնդիրը լուծել զուտ պսիխոթերապիայի միջոցով, միայն խոսքով, այդ դեպքում էլ անհրաժեշտ չի լինում հոգեբուժի դիմել, բայց լավագույն ձևը, որը այսօր արևմուտքում ընդունված է եւ Հայաստանում սկսում է կիրառվել, դա թիմային աշխատանքն է։ Այսինքն, երբ որ հոգեբանը, հոգեբուժը, ըստ անհրաժեշտության նյարդաբանը, սոցիալական աշխատողը թիմով են աշխատում տվյալ հիվանդի հետ եւ լուծում են նրա բոլոր կարիքները, ոչ միայն։ Պարոն Սողան, մարդկանց տեսակներ կան, հա, տեսակ կա, ով շատ հանդարտ է եւ տեսակ կա հակառակ ակտիվ, ավելի նյարդային, որ տեսակն է ավելի հակված, այսպես ասած, նյարդային խանգարում ունենալու։ Խալերիկները։ Նրանք ովքեր Ընդհանրապես դեռևս 2000 տարի առաջվանից մարդկանց խառնվածքների տիպերը արդեն առանձնացրել էին, բաժանել էին, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է իրեն բնորոշ խանգարումները ունենալ։ Ասենք թե չկա որևէ խանգարում, չկա որևէ չկա որևէ խառնվածք, որ այս խառնվածքի տիպը անպայման կարող է հիվանդանալ։ Յուրաքանչյուրին բնորոշ են իրենց հիվանդությունները, ինչպես սոմատիկ հիվանդությունների դեպքում։ Կան որոշակի կառուցվածք մարդկային, որին ավելի բնորոշ են սրտանոթային հիվանդությունները։ Դրանք ավելի պիկնիկ կառուցվածքի անձնավորություններ են։ Կա կառուցվածք, որը ասթենիկ կառուցվածքն է, որի դեպքում ավելի ստամոքսաղիքային տրակտի խանգարումները կարող։ Այսինքն, եթե այս մարդը պետք է հիվանդանա, ամենայն հավանականությամբ իր մոտ ստամոքսի խոց կլինի։ Եթե սա պետք է հիվանդանա, ամենայն հավանականությամբ իր մոտ սրտամկանի ինֆարկտ կարող է լինել։ Շատ բարի, շնորհակալ ենք, մեր հյուրն էր Արմեն Սողանը, իսկ դուք հաճախակի դիմեք հոգեբանի օգնությանը, որպեսզի հոգեբույժներին հերթ չհասնի։ Գովազդ մեր եթերում։ Խոսեցինք հոգեկան առողջությունից, որը շատ ակտուալ է մեզանում այսօր հենց Հայաստանում, որովհետև շատ ու շատ այսպես խնդիրներ կան, որը մեզ հունից հանում է, մենք վատ ենք քնում, վատ ենք սնվում եւ այլն, բայց ինչպես մեզ բժիշկը, այսպես ասած, խորհուրդ տվեց, պետք է կյանքին նայել պոզիտիվ, աշխատել, տեսնել լավ կողմերը, լավ բաները։ Վատը այսպես թե այնպես դուրս կգա եւ կերևա։ Վատը չարը միշտ ավելի ագրեսիվ է, քան թե լավը։ Դրա համար եկեք լավը զարգացնենք։ Թույլ կտաս խոսքդ մեղրով կտրեմ։ Իհարկե, եթե մեղրով է, իհարկե։ Ես առաջարկում եմ խոսել համեղ ու քաղցր ու շատ օգտակար մթերքի, հենց մեղրի մասին, որով կտրեցի Սերգեյի խոսքը։ Եթե դուք ուտեք շատ մեղր, պոզիտիվ կնայեք կյանքին եւ չեք հիվանդանա։ Այն կարգավորում է արյան ճնշումը,
բուժում է երիկամային եւ մաշկային որոշ հիվանդություններ։ Մեղրի օգտագործումը կանխարգելում է ստամոքսի խոցի, մաշկային եւ տեսողական հիվանդությունների առաջացումը։ Այս բուժիչ ու օգտակար հատկություններով օժտված է միայն անարատ մեղրը, որի մասին այլ մանրամասներ կպատմի մեր որեջը։ Որակի հետ կերով։ Հին Հունաստանում աստվածների անմահությունը կապում էին ամբրոսիա կոչվող ըմպելիքի հետ, որի բաղադրության մեջ մտնում էր կաթ, նեկտար եւ մեղր։ Ինչ նշանակություն ունի մեղրն այսօր եւ ինչպես ընտրել որակյալ մեղր, այս եւ այլ հարցերի պատասխանները կպարզենք միասին։ Երկրի վրա մեղուներ ապրել են մեր թվարկությունից 50-ից 130 միլիոն տարի առաջ, մարդկանցից 28 միլիոն տարի ավելի վաղ։ Մեղրի պատմությունը սկսվում է վաղ քարե դարից։ Մեղրի մասին պատմող ամենահին քարանձավային հուշարձանը գտնվել է Իսպանիայի Վալենսիա քաղաքի մերձակայքում, Արանյան քարանձավում։ Քարի վրա պատկերված է մարդը շրջապատված մեղուներով։ Հին Եգիպտոսում մեղրն այնքան մեծ արժեք ուներ, որ հավասարապես փոխարինում էր փողին։ Պեղումների ժամանակ մեղր հայտնաբերվել է նաև փարավոնների դամբարաններում։ Իդեպ այդ մեղրը հազարամյակներ անց պիտանի է եղել ուտելու համար։ Երկիր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում մեղուներ ապրում են, բայց Աֆրիկայում օրինակ մեղուները մեղր չեն հավաքում, ձմեռ չլինելու պատճառով։ Իսկ Սիբիրում մեղվաբուծությունն ընդամենը 200 տարվա պատմություն ունի, բայց մեղրի արտադրությամբ այն արդեն առաջատարներից է աշխարհում։ Եվրոպայում մեղվաբուծության տարածումը կապվում է քրիստոնեության հետ, քանի որ ծիսական արարողությունների ժամանակ օգտագործում էին մեղրամոմ։ Այդ ժամանակաշրջանում մեղրի դիմաց եկեղեցին անգամ կատարում էր մեղքերի թողություն։ 1985 թվականին Պերուի Մաքսատանը Էկվադորից եկող մեղրի խմբականակում հայտնաբերում են թմրանյութ, սակայն պարզվում է, որ ոչ թե մեղրին խառնել են թմրանյութ, այլ պարզապես այդ մեղրը ստացել են մեղուներին թողնելով կոկաինի պլանտացիաների մեջ։ Հայաստանում թմրադեղ պարունակող մեղր դժվար թե գտնեք, բայց տարբեր համի, գույնի ու որակի մեղր հաստատ կգտնեք, առաջարկում են պարզել սպառողներն ինչ հարցեր ունեն մեղրի որակի հետ կապված։ Մեղրը ում է հակասեցված, որ հիվանդին։ Երեխաներին քանի տարեկանից մեղր կարելի է տալ։ Մեղրամոմ օգտակար է թե ոչ։ Ճիշտ է, որ մեղրաջուրը օգտակար է։ Մեղրավոր մթերքները չի կարելի համադրել։ Մեղրը երկարացնում է կյանքը, այդպես կարծում էին հին դարերում։ Ասում են հենց մեղրի շնորհիվ է Հիպոկրատը ապրել 110 տարի։ Իսկ հույն փիլիսոփա Դեմոկրիտը 107 տարեկանում չցանկանալով այլևս ապրել, հրաժարվում է ուտելիքից։ Սակայն կյանքը մինչ տոների ավարտը երկարացնելու համար պատվիրում է սեղանին դնել 1 ափսե մեղր եւ ամեն օր շնչում է մեղրի բույրը, այդպիսով երկարացնելով կյանքը, ու մահանում է մեղրը հեռացնելուց հետո։ Սպառողների հարցերին պատասխանում է գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանը, բարի առավոտ։ Խոսում ենք մեղրի մասին ու ամենաշատ հնչող հարցը բնական եւ գործարանային մեղր, ինչ տարբերություն դրանց միջեւ։ Ուրեմն գործարանային մեղր չի լինում, մեղրը լինում է միայն բնական, մեղուների կողմից ստեղծված, արտադրված։ Իսկ այն, ինչ մեղր է անվանվում կամ խառնուրդներ են, կամ ուրեմն կեղծարարություն։ Մեղրը լինում է միայն մեղուների կողմից արտադրված։ Այլ բան, որ կարող է լինել որակյալ մեղր, կարող է լինել ոչ այնքան որակյալ մեղր։ Կարող է օրինակ մեղուն բնականում պետք է նեկտարից ստանա մեղրը։ Այդ դա բնական իսկական մեղրն է եւ կարող է շաքարից ստանալ մեղրը, մեղուն։ Այդ դա արդեն գյուղացու կողմից կամ մեղվապահի կողմից չակերտավոր կեղծված մեղրն է։ Փոքր ժամանակ մեր ծնողները առավոտյան պարտադիր ստիպում էին, որ մեղրաջուր խմեին։ Արդյոք այն օգտակար է թե ոչ։ Ուրեմն կարելի է օգտագործել եւ որպես, ասենք, մեկ գտալ մեղր եւ կարելի է մեղրաջրի տեսքով ում ինչպես հարմար է։ Պարզապես մեղրաջուրը ներծծվելու հատկությունը բարձրացնում է, ներծծվելու process-ը ավելի արագացնում է։ Օրվա որ ժամին կարելի է ուտել մեղր եւ որքան չափաբաժնում։ Մեղրը կարելի է օգտագործել ցանկացած ժամի, երբ մարդու ախորժակը ուզում է եւ այնքան որքան տվյալ մարդը կարող է օգտագործել, որտեղ մեղրը այդքան էլ թեթև սնունդ չի, ոմանք կարող են ընդհանրապես մեկ գտալից այլևս չկարողանալ սնվել, եւ ոմանք էլ կարող են մի ամբողջ բաժակ, ասենք, օրինակ, մեղր օգտագործել, մի ամբողջ ափսե մեղր օգտագործել, ամենևին ոչ մի խնդիր չունեն։ Դա կախված է տվյալ մարդու ախորժակից, ցանկությունից, ինքնազգացողությունից։ Մեղրի օգտակարության մասին բոլորն են խոսում, եթե մասնավորեցնենք, ինչ օգտակար հատկանիշներ ունի եւ արդյոք այն այդքան անհրաժեշտ է մեզ։
ապացուցված է օրինակ բժշկության մեջ, որ մեղրը որպես վիրակապ ունի բավականին լավ ազդեցություն եւ տալիս է բավականին լավ արդյունքներ։ Սկսած վերքի առաջացումից որպես վերքը հանգստացնող, օրինակ այրվածքների դեպքում վերքը հանգստացնող, ցավազրկող, ուրեմն ցավը տառապանքը մեղմող եւ վերքի ապակինումը արագացնող, լավացնող գործոն։ Նույնիսկ արտասահմանում արտադրվում է այսպես սրվակներով մեղրը արդեն որպես դեղատնային ապրանք արտադրվում է եւ վաճառվում է վերքը խնամելու, վիրակապելու համար։ Երեխաներին կարելի է տալ մեղր թե ոչ։ Մի քանի ամսեկան երեխաներին, գրքի երեխաներին խորհուրդ չեմ տա, կարծում եմ, որ այդքան էլ ցանկալի չի, որովհետև մեղրը ամեն դեպքում կենթանական ծագման սնունդ է, իր մեջ պարունակում է որոշակի բժշկական լեզվով ասած անտիգեններ, այսինքն որոշակի մոլեկուլներ, որոնք կարող են երեխայի մոտ դեռևս իմունիտետի ոչ լիարժեք ձևավորվածության պայմաններում առաջացնեն գերզգայունություն եւ հետագա կյանքում դա արդեն այդքան էլ լավ չանդրադառնա։ Բնական մեղրն արդյոք ունի վաղեմության ժամկետ թե ոչ։ Ուրեմն այսպիսի տվյալ կա, որ Թութանհամոնի դամբարանից հանել են մեղր, այլ պարագաների հետ նաև հանել են մեղր եւ նա եղել է պիտանի օգտագործման համար։ Այսինքն ընդունված է, որ մեղրի պիտանելիությունը դա եթե որակյալ մեղր է, ասեցի բնական մեղր է, բնական ստացված մեղր է եւ չոր պայմաններում պահված մեղր է, ուրեմն անժամկետ։ Մեղուն կշռում է 0.1 գրամ, կյանքի տևողությունը 6-ից 8 շաբաթ է։ Ողջ կյանքի ընթացքում մեղուն բերում է ընդամենը 0.8 գրամ մեղր։ 2 կիլոգրամ մեղրի համար անհրաժեշտ է 5 կիլոգրամ նեկտար։ Աշտան սեզոնին մեղուներ նախապատրաստելու համար, ձմեռանոց դնելու համար նախապատրաստում ենք։ Առաջին տաքոսներն է, այս տաքոսները պիտի լինի տեղում, իսկ կողի, եթե մեղուին հնարավորից չափ նվազել, կողից էլ ես տաքացում դնեմ, ծածկում ես իրան, պետք է պարտադիր կերը ունենա, կերը պաշարը եթե չունեցավ կամ բուժումը տեղին չեղավ, գարնան դուրս ընկնելը շատ անհնարին է։ Մոտավորապես մի փեթակը կորպուսով որ դնում ես, երկրորդ հարգ որ դնում ես, 75,000 մեղու է մեջը։ Բնությունը եթե նորմալ եղավ, բերքդ կստանաս, պետք է ստեր ունենաս մեղու, եթե զբաղվես, պահես, տիրապետես, ոչ չես էլ ինքը բերք տայի։ Եթե տարին լավ ալնեն, մի փեթակից մինչև 20, 22, 15 կիլոգրամ մեղր քանվում է։ Եթե ոչ, ոնց լինի, որ նորմալ պահես էլի քո տան մեղր կունենաս ու կունենաս։ Գոնե 6 ռամկա, 7 ռամկա մեղու որ դուրս գա գարունը, չէ։ Հիմա ասեր բերքն էտի ապահովա, պարտադիր բերք կստանաս, իսկ որ նվազալնեմ, թույլ ալնեմ, մի տանջվես, կերակրես, ինքն նոր մի աճեցնես, սարքես մեղու լինի։ Տարբեր տեղի մեղրը տարբեր համա ունեն։ Կա, գոնենք մեր Եղամալերների մեղրը ուրիշ համի է, Եղիգնազորինի ուրիշ համի է։ Խորհուրդ կտամ ես ամեն մի հայ ընտանիքի մեղու պայի, գոնե 4-5 փեթակ իր ընտանիքի համար, մեղու կծելուց չվախենա։ Մեղուն որ կծում այն չէ, մի հատ մեղու է, թող կծի, այդ ու արդեն իմունիտետ է ձեռք բերի, միլ չէի ուռում, այդ կծելուց վախենալ պետք չի, ոչ մի հատ մեղուն, ես ինչ շունչի որ կծի ես ինչ էր դուրս գա։ Թեև բարձր կալորիականությունը մեղրը նաև դիետաների բաղադրամաս է։ Լիմոնը մեղրի հետ, այս համադրությունը ևս շատ օգտակար է, մինչդեռ թեյ մեղրով խորհուրդ չի տրվում, քանի որ այն չի էլ լուծվում ջրում։ Ցանկալի չէ նաև մեղրը եռացնել։ Հազար մի հիվանդությունների դեղ ու դարման համարվող մեղրը ենթարկվել է նաև լաբորատոր փորձաքննության եւ որի արդյունքների մասին այս պահին կխոսենք Ցողիկ Գզիրյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ ինչ արդյունքներ ենք ստացել։ Մենք սկսում ենք զգայաբանական հետազոտությունից մեղրը, այսինքն մեղրի գույնը, կոնսիստենցիան, համը եւ հոտը։ Մեղրը լինում է, ինչպես դրված է, բաց դեղինից մինչև դարչնագույն գույնի, կախված է ծաղկափոշին նեկտարի, թե ինչ նեկտարից է մեղուն պատրաստել մեղրը։
կոնսիստենցիան պայմանավորված է նրա հասունության աստիճանից, թե ինչքան է հասունացած մեղրը։ Համը պետք է լինի ուրեմն կոկորտաայրող, իսկ հոտը պետք է լինի բուրումնավետ, ծաղկային փնջի հոտով, եթե պատրաստված է այն ծաղկի նեկտարից։ Բնականությունը որոշելու համար մենք կատարում ենք ֆիզիկոքիմիական հետազոտությունների մի ամբողջ շարք, սկսած ծաղկափոշու առկայությունից մեղրի մեջ։ Հիմնականում սախարոզայի զանգվածային մասը լինում է բարձր հաճախակի, որովհետև մեղվին թույլ չի տալիս մեղվապահը, որպեսզի բնական ճանապարհով նեկտարը բերի եւ ինքը վերամշակելով պատրաստի մեղր։ Այսինքն լրացուցիչ ոչ թե մեղուներին տալիս են կենսապահ, այլ նրանց ակտիվ կերակրում են շաքարի օշարակով, որն էլ վերամշակում է մեղուն եւ վերամշակման արդյունքում այնտեղ սախարոզայի տոկոսը լինում է բարձր։ Նորմատիվ փաստաթղթով 5%-ից ավելի պետք է չլինի։ Տնական պայմաններում կան շատ պրիմիտիվ փորձեր, օրինակ կան շատ պարզունակ փորձ, օրինակ ֆիլտրաթղթի վրա կամ թղթի վրա քսված մեղրը այրում ենք, եթե շաքարի օշարակով կեղծված մեղր է, ինքը ամբողջովին այրվում է։ Իսկ եթե ինքը բնական մեղր է, շրջանցում է մեղրը եւ այսպես այրվելով մեղրը մնում է կենտրոնական մասում, չի վառվում։ Բացի դրանից կան պարզունակ փորձեր, օրինակ տաք կաթի մեջ, եթե մեկ ճաշի գթալ մեղր խառնում եք, եթե կաթը անմիջապես մակարդվում է եւ կտրվում է, ուրեմն մեղրը անարատ չէ, այսինքն բնական չէ, կեղծված է։ Բացի դրանից մեկ կտոր շաքարը, եթե մեղրի մեջ դրվում է, ինքը ամբողջովին լուծվում է 1 ժամվա ընթացքում, նշանակում է էլի կեղծված մեղր է, բնական չէ։ Մեղրը նաև խումարից ազատվելու լավագույն տարբերակն է։ Մեղրի մեջ պարունակվող ֆրուկտոզայի շնորհիվ այն օգնում է օրգանիզմից դուրս բերել ալկոհոլը։ Մեղրը նաև լավագույն բնական հակադեպրեսանտն է։ Այն օգնում է նվազեցնել ագրեսիա եւ սթրեսների մակարդակն ու նպաստում է սերոտոնինի արտադրմանը։ Քանի որ մեղրը պարունակում է իր մեջ բազմաթիվ բիոակտիվ նյութեր, նա շատ օգտակար է մաշկը երիտասարդացնելու, նաև մազերի համար է շատ օգտակար, մազերի աճը ակտիվացնելու համար։ Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է անպայման հաշվի առնել։ Մեղրը ունի անոթները լայնացնող հատկություն, որը սնուցման դեպքում շատ օգտակար է, բայց եթե անձն ունի կուպերոզ կոչվող խնդիրը, այսինքն դեմքի վրա ունի լայնացած մակերեսային մազանոթների ցանց, կատեգորիկ ձևով արգելվում է օգտագործել որևէ արտաքին միջոց պարունակող մեղր, այսինքն որևէ դիմակ, լասյոն եւ այլն։ Հենց այդ նույն պատճառով, որ մեղրը պարունակում է բազմաթիվ ակտիվ նյութեր, նա հաճախակի առաջացնում է ալերգիկ վիճակներ։ Եվ բնական է այն մարդիկ, որոնք մեղր օգտագործելուց ունեն ալերգիա, բնականաբար օգտագործել այն կոսմետիկ միջոցների մեջ նույնպես չեն կարող։ Բացի դրանից, մարդիկ, որոնք տառապում են պոլինոզից, այսինքն ծաղկափոշուց առաջացած ալերգիայից, շատ հաճախ նույնպես ունենում են ալերգիա մեղրի հանդեպ։ Ֆրանսիայի Էլզասի մարզում Ռիբովիլե տարածաշրջանի մեղրագործական տնտեսություններում ստացվել է ոչ սովորական գույնի, կապույտ, կանաչ եւ շագանակագույն մեղր, ինչն իսկապես անհանգստացրել էր մեղվաբույսներին։ Ավելի ուշ նրանք պարզել էին, որ այդ ամենի պատճառը մոտակայքում տեղակայված հուշագործական ընկերության թափոններն էին։ Ընկերության աշխատակիցները տարաբնույթ գունավորման թափոններով կոնտեյներներ էին թողել աղբանոցում, որն էլ մեղուներին բավականին դուր էր եկել։ Մեղվաբույսների պաշտոնական բողոքներից հետո թափոններով լի կոնտեյներները հեռացվեցին տվյալ վայրից, բայց այդ մեղրը պիտանի չէր օգտագործման համար, քանի որ մեղրի որակը դրա անվնաս ու օգտակար լինելն ուղղակիորեն կապված է այն տեղանքից, որտեղից մեղուները հավաքում են նեկտարը։ Նապոլեոնն իր թագադրումից հետո կայսրության խորհրդանիշ դարձրեց մեղուն։ Իսկ Ալբերտ Էյնշտեյնն ասել է, եթե մեղուները վերանային երկրի երեսից, ապա մարդկությունը 4 տարուց ավելի չեր ապրի։ Ի մեծ ուրախություն մեզ մեղուները շարունակում են ապրել եւ իրենց բարիքը պարգեւել մեզ։ Եթե առաջացան հարցեր, ապա գրեք մեզ մեր ամփոփող էլեկտրոնային հասցեին։ Նախորդ հաղորդումներն էլ կարող եք դիտել Շանթի պաշտոնական կայքեջում։ Բա, որ ասում են մեղվի նման աշխատասեր լինես, ստերեոտիպ դրա մեջ ինչ-որ բան կա։ Գովազ մեր եթերում։
Բարև ձեզ, սիրելիներս, հենց որ տեսանյութ հալնում մի անգամից կարոտում եմ ձեզ, ասում բայեսուր եք եւ փառք Աստծո գալիս եք։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հովանավորին։ Մեր հովանավորն է իմա բժշկական կենտրոնը։ Այստեղ դուք կարող եք ստանալ համակարգչային լիակատար ախտորոշում, որը ստուգում է ողջ օրգան համակարգերի ֆունկցիոնալ վիճակը։ Կատարվում է նաեւ 4D սոնոգրաֆիա, միկրոալիքային ռադիոթերմոմետրիկ հետազոտություններ, որոնք ունեն առավելագույն ճշգրտություն եւ անգամ ցուցված են հղիներին։ Իմա հետազոտվեք եւ առողջ ապրեք հասցեն Մաշտոցի 33, կոտորակ 1։ Իսկ այժմ ուզում եմ նշել, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի 2-րդ հինգշաբթի նշվում է որպես տեսողության համաշխարհային օր։ Այս խնդիրը գնալով ավելի մեծ չափերի է հասնում։ Այսօր տեսողական խնդիրներ ունի աշխարհի մոտ 284 միլիոն մարդ, նրանցից 39 միլիոնն անվերադարձ կորցրել են աչքի լույսը։ Զանազան հիվանդությունների պատճառով աշխարհի ավելի քան 19 միլիոն երեխաներ տեսողական տարբեր խնդիրներ ունեն։ Իսկապես տեսողական խնդիրները հիմա դարի հիվանդություն է կարելի ասել։ Դարի հիվանդություն է եւ Հայաստանում էլ նույնպես տարածված է եւ եկեք դիտենք տեսողության մասին տեսանյութ։ Հոտի, համի, շոշափելիքի, լսողության եւ իհարկե տեսողության զգայարան։ Հենց վերջինիս միջոցով էլ մարդը ստանում է առօրյա տեղեկության 80%-ը։ Երեխան ծնվում է տեսողությունով։ Եվ այդ տեսողությունը իհարկե այն չի, ինչ որ ձևավորում է ընթացքում։ Նախ եւ առաջ երեխան զրկված է եւ դա ձևավորում է 5-7 տարեկանում երկաչա տեսողությունից, այսինքն իրանք չեն զգում խորությունը։ Իրանք պատկերները տեսնում են երկու աչքով առանձին։ Ժառանգականություն, վատ էկոլոգիական պայմաններ, բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններ։ Սրանք տեսողության վրա ազդող անկախատեսելի ու անվերահսկելի պատճառներն են։ Այսօր դրանց ավելացել են նաև կանխատեսելի ու վերահսկելի պատճառներ։ Աստիճանաբար ցիվիլիզացիան զարգանում է, եւ նա բերում է դրան, որ մարդը ավելի շատ աշխատում է կարճ տարածության վրա, քան հեռավոր եւ սուպեր հեռավոր։ Երբեք հեռուստացույցը կարճ, գիրքերը կարճ, կոմպյուտերը կարճ, դպրոցը կարճ, ինստիտուտը կարճ եւ այլն։ Երբեք մենք հեռունայում բնության գրկում կամ պատուհանից նայելուց։ Դրա համար դա առաջացնում է աչքերի համար գերլարվածություն։ Չի կարելի անընդհատ աշխատել կարճ տարածության վրա, նամանավանդ երեխաներին, նամանավանդ առաջի 7-8 տարվա ընթացքում, երբ որ ձևավորում է տեսողություն։ Հեռուստացույց, սա այն նորամուծություններից էր, որ ժամանակի ընթացքում այդպես էլ չհնացավ։ Ստեղծվեցին նոր իբր աչքի համար պակաս վնասակար մոդելներ, էլեկտրոնային ճառագայթող, հեղուկ բյուրեղային, սակայն ակնաբույժների կարծիքով հեռուստացույցի տեսակը չի թեթևացրել աչքերի վրա դրա բացասական ազդեցությունը։ Ինչքան մեծ է էկրան, այդքան հեռուց է պետք նայել։ Եվ ընդհանրապես հեռուստացույց նայելը դա էլ լարվածություն է աչքերի համար, որ տարածությունից ուզում եք նայեք։ Միևնույն է այս ժամանակ եւ ձեր աչքերը եւ ինչ որ ավելի կարեւոր է ձեր ուղեղը լարված վիճակում։ Համակարգիչ 21-րդ դարի հիվանդություն, որը մագնիսի նման գրավում է բոլորին առանց հարցնելու տարիք եւ սեռ, սակայն ցանկացած դեպքում 45 րոպեից ավելի նստել չի կարելի։ Եթե նա այսքան կտրուկ կապված է համակարգիչի հետ, որ չի կարող դուրս գա եւ ենթադրենք բալկոն դուրս գա կամ պատուհանի մոտ կանգնի, թող հենց էկրանի վրայից մի որևէ հեռավոր 3-4 մետրի վրա եղած առարկային նայ, թեկուզ պատին։ 2-3 րոպե դա մեծ աչքի համար մեծ օգնություն է։ Ընթերցանություն։ Կարդալիս աչքերը պետք է գրքից 30-ից 33 սանտիմետր հեռու լինեն։ Պետք է լուսավորված լինի ոչ միայն էջը, այլ ամբողջ շրջակայքը։ Մեծերն ասում են տրանսպորտում կարդալ չի կարելի, պարկած կարդալ չի կարելի, պարզվում է ճիշտ են ասում։ Ձեռների վրա մանգալ ոմանք կարող են, բայց նրանք չեն կարող ապրել մանգալով ձեռների վրա։ Նույնն էլ դա, տեսողությունը, կարդալը, տեսողությունը դա նորմալ պայմաններում պետք է կատարվի։ Կարելի է կիսապարկած ենթադրենք բան անել, կարդալ, բայց ոչ երկար ժամանակ։ Աչքերը աստիճանաբար, բայց հիմնավոր վնասում են նաև ալկոհոլն ու ծխախոտը։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս նաև լավ տեսնելու համար կկոցել աչքերը կամ լայն բացել, դրանով տեսողությունը չի լավանա։ Եթե արդեն կա խնդիր, լավագույն լուծումը ստուգվելն ու ակնոց կրելն է։ Ակնոցն էլ դա միջոց է բուժման։
Դրա համար նա պետք է մասնագետի կողմից նշանակվի։ Կտրուկորեն դեմ եմ եւ կոչ եմ անում բոլորին լսել իմ խոսքը, եթե ինչ-որ տեղ վստահում են, եւ այդ ինքնուրույն ակնոցների ընտրել եւ հակնելը դա սխալ է։ Աչքի հետ կապված խնդիրները չեն շրջանցում նույնիսկ ակնաբույժներին, բայց կոշկակարն առանց կոշիկի արտահայտությունը Բժիշկ Մալայանի դեպքում թերևս իզուր է։ Չէ, սովորական տարիքային հեռատեսությունը մոտիկ փոքր ակնոց եմ օգտագործում, հենց աշխատում եմ դա չանել։ Թեև գլխավորը աչքով չենք տեսնում, սակայն տեսողությունը շրջապատող աշխարհի հետ կապող այն կարևոր թելն է, որն անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Դե ինչ, այսօրվա մեր եթերը նվիրված էր առողջությանը, առողջ եղեք եւ մնացեք մեզ հետ, հաջողություն։ Ստեսյուն, կհանդիպենք անպայման։